Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նոյանտապանն է, եւ այժմ մենք զրուցելու ենք քաղաքագետ, Եվրոպագետ Տիգրան Խաչատրյանի հետ։ Ողջույն եմ, պարոն Խաչատրյան, շատ շնորհակալ եմ, որ ժամանակ եք գտել եւ տրամադրել եք ձեր ժամանակը։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Այսօր օգոստոսի 8-ն է եւ Նիկոլ Փաշինյանը հիշելով եւ մեզ հիշեցնելով այդ օրվա հետ կապված խորհուրդը ասել է, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում երեք ղեկավարները Հայաստանի եւ Ադրբեջանի Միացյալ Նահանգների վկայությամբ ստորագրել են համաձայնագիր եւ ավելի շատ ժամանակ է տրամադրել, ավելի շատ իր խոսքի մեջ տեղ է հատկացրել պարոն Փաշինյանը, վարչապետը թրիփին։ Նա ասել է, թրիփ նախագծի գործնական իրականացումը մենք կսկսենք առաջիկայում եւ սա դառնալու է տարածաշրջանային ու միջազգային մեծ իրադարձություն։ Թրիփի մասին երևի սկսենք խոսել, մանավանդ որ վերջերս մի քանի օր առաջ այստեղ էր Trip Plus հիմնադրամի գործադիր տնօրենը Սոկոլովը եւ նրանք հանդիպումներ ունեցան Միացյալ Նահանգների խաղաղապահ առաքելությունների գծով հատուկ ներկայացուցիչ ավագ խորհրդականի հետ միասին նրանք Հայաստանի ղեկավարության բարձրաստիճան ղեկավարության հետ հանդիպումներ ունեցան, խոսում էին Trip-ի մասին, խոսում էին սեղմուժանքետների մասին եւ ինֆորմացիա եղավ, որ Trip Plus այդ հիմնադրամին հատկացվող ֆինանսավորումը ավելացվում է, կրկնապատկվում է 201 միլիոն էր առաջ այժմ 402 միլիոն դոլար է։ Պարզ է, որ այդ 200 միլիոնով կամ 400 միլիոնով չի սահմանափակվելու, ինչ ավելացում էր սա, ընդհանրապես ինչպես է գնահատում Trip-ի շուրջ աշխատանքները, կարծիքները տարբեր են։ Ոմանք ասում են դա մնալու է թղթի վրա, ոմանք ասում են, որ ինչպես եւ Փաշինյանն է ասում, սա մեծ միջազգային իրադարձություն է եւ շատ արագ մենք սկսելու ենք իրականացումը։ Համեցիկ։ Ըստ էության, ինչքան էլ տարբեր մարդիկ տարբեր գնահատական տան, սա օպերացիոն փուլ է մտել Trip-ի նախագծի իրականացումը, այսինքն մինչև այդ քննարկումներ էին, բանակցություններ էին, փաստաթղթերի ստորագրում, նրանք նույնիսկ կոչվում են շրջանակային, այսինքն նախնական համաձայնություններ, եւ մենք էլի առիթ ունեցել ենք չխոսելու, որ կարող էին փոփոխվել որոշ պայմաններ, բայց ինչպես բանակցվեց այնպես էլ մնաց, երևի թե ըստ շրջանակային համաձայնագրերի տրամաբանության հիմա անցել են գործնական փուլին եւ գումարի ավելացումը շատ նորմալ է, որովհետեւ սկզբնական շրջանում այս միջազգային տրանսնացիոնալ ըստ էության նախագիծ է սա, հայտարարվում է ծրագիրը, ստեղծվում են հիմնադրամներ եւ սկսում են գումար կապիտալ ներգրավել։ Այդ կապիտալը կարող է ներգրավել թե երկրների կառավարությունների կողմից, թե մասնավոր ներդրողների կողմից, թե նույնիսկ բանկերից վարկեր վերցնելով։ Ստացվում է, որ Հայաստանը տալիս է իր տարածքը որպես տրանզիտ ճանապարհ, պահպանում է սուվերենությունը, ինչպես նշվեց նաեւ կարծեմ ազատությունը հարցում էր ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարությանը, այդտեղից պատասխանեցին, որ այո, Հայաստանի լիարժեք մաքսային սահմանային վերահսկողությունը մնում է Հայաստանի հարցումը կապված է ԵԱՏՄ-ի օրենքների հետ, ուզում եմ ասել դա կարևոր էր, որ պետքարտուղարությունը հստակ դա արձանագրեց, բայց կոնտրոլի վերահսկիչ փաթեթ այդ պրոյեկտի ըստ էության ԱՄՆ-ի ձեռքում է 74% մասնաբաժնով։ Սա հետաքրքիր իրավիճակ, երկակի, նույնիսկ եռակի իրավիճակ է ստեղծվում Հայաստանի տարածք, ճանապարհ, որը վերահսկիչ փաթեթ ԱՄՆ-ի ձեռքում է, բայց դա անցնում է ԵԱՏՄ-ի օրենքներով, այսինքն ռուսական նաև հաշվի առնելով երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը։ ԵԱՏՄ-ի օրենքներով, բայց ԵԱՏՄ-ի օրենքները ԵԱՏՄ-ի Հայաստան սահմանը, որը պետք է ներխուժ, ընդհանուր ԵԱՏՄ տարածք է համարվում, այսինքն կարգավորումները լինելու են ԵԱՏՄ-ի ամբողջական, ամբողջապես այդ օրենքներին է ենթարկվում։ Այո, օրինակ թեկուզ ֆիտոսանիտարական։ Հիմա տեսեք, օրինակ Հայաստանին արգելեցին, չէ՞, որոշ ապրանքներ, բարձ է պատճառներ աշխարհական, Ռուսաստանը փորձում է պատժել, կասեցնել Հայաստանի իդեպ Trip-ը իրենով մեծ տրանսֆորմացիա է հարավային Կովկասի, լրիվ փոխվում է ըստ էության աշխարհաքաղաքական ուժերի հարաբերակցությունը։ Մի բլոկ, որտեղ Հայաստանը ընդամենը մաս էր եւ գծորդ էր, առանձնանում է եւ դառնում է կապողողակ այլ աշխարհաքաղաքական ուժերի միջև, հա, լրիվ տրամաբանությունը փոխվում է, բայց Հայաստանը փաստացի ունի իրավապայմանագրային հարաբերություններ Ռուսաստանի ԵԱՏՄ-ի հետ եւ Ռուսաստան թեկուզ երկաթուղիների կառավարումը առաջացնում է հարցեր։ Հիմա ռուսները մասնակից են դառնում այս նախագծին։ Մենք կարող ենք օրինակ համատել Բաքու-Թբիլիսի-Ջեհյան, հա, ասենք դարի պայմանագիրը, որ կնքվեց Ադրբեջանի հետ։ Այնտեղ բազմաթիվ երկրներ, մասնավոր ընկերություններ
ներգրաված էին, նաև Ռուսաստանը, օրինակ Լուկոյլով իր մասնավոր ուներ ներկայություն։ Հիմա Ռուսաստանը մաս է դառնալու այս պրոյեկտին որպես մի ամբողջ, այսպես միջազգային պրոյեկտի բաղկացուցիչ, թեկուզ երկաթուղիների կառավարման, թե լիովին դուրս է շպրտվելու տարածաշրջանից։ Այստեղ է խնդիրը։ Եվ ինչպես մենք տեսնում ենք, Ռուսաստանը որևէ ձև չի ցանկանում դառնալ ուղղակի շարքային մասնակիցը, այլ փորձում է ինքը լինել ԱՄՆ-ի կողմից, այսինքն պայքարը դրա շուրջ էր, հա, վերահսկիչ փաթեթը ունենալ, բայց նոյեմբերի 9-ի պայմանագիրը մնաց որպես թուղթ, Արցախի հարցը դուրս եկավ արանքից, եւ սա է այն իրավիճակը, որը ունենք, եւ ավելացվելու են անընդհատ գումարները, օրինակ երկաթուղիների կառավարումը ընդամենը այդ 40 քանի կիլոմետրի վրա նախնական հաշվարկներով 300-400 միլիոն արժի, այսինքն նույնիսկ նախնական այս գումարը որ կա ընդամենը երկաթուղուն կարող է բավականացնել, եթե իհարկե դրան է ուղղված դեռ հստակություն չկա։ Այնտեղ խոսքը նաև ավտոճանապարհների մասին է, մալուխների մասին է, այսինքն հնարավոր բոլոր տրանսպորտային կոմունիկացիաների մասին։ Այստեղ կարող է ներգրավել ինչպես ԱՄՆ-ն, այնպես էլ Եվրամիությունը, կախված թե ով կցանկանա մասնակցություն ունենալ, նույնիսկ հնարավոր չի բացառվում Իրանը ի դեպ, եթե Հայաստանին հաջողվի ստեղծել այդ միջավայրը, չնայած դժվար է պատկերացնել այս հակամարտող պայմաններում, բայց տրամաբանությունը դա է, հա, որ ցանկության դեպքում Ադրբեջանի փորձը նաև հաշվի առնելով որպես տրանզիտ երկիր մենք կարող ենք համենայն դեպս այդ առաջարկությունը անել դուրս գալով կոնֆլիկտի տրամաբանությունից։ Հիմա կողմերը կընդունեն թե չէ, արդեն այդ հարցերը թող իրար մեջ բարձեն, այլ ոչ թե Հայաստանը։ Արդեն արված է, որովհետև բազմաթիվ հանդիպումներ են եղել իրանական կողմի հետ եւ բազմաթիվ հանդիպումներ են եղել հենց թրիփի հետ կապված խոսակցություն, բայց Իրանում տեղ ունեցավ փաստացի բռնի տապալում իշխանափոխություն, այնտեղ տարբեր թևեր կան, կան դրական տրամադրված բիզնեսի մարդիկ եւ ավանդական այդ քաղաքականության կողմնակիցները, նրանց մեջ էլ միանշանակ չէ։ Նրանք սա դիտում են մի կողմը որպես հնարավորություն Իրանի հերթական ինչ-որ, բայց մի կողմն էլ հենց Իրանն է զրկվում տրանզիտ երկիր լինելու ինչ-որ պոտենցիալից, որտեղ Ադրբեջանը օրինակ Նախիջևանի հետ մինչև այսօր կապվում էր Իրանի տարածքով եւ երբ որ ստեղծվեց այս Չակերտավոր Զանգեզուրի միջանցքի կոնցեպցիան, Իրանը Ադրբեջանին առաջարկեց Արազի միջանցք հասկացությունը, որով ինչու ես դու Հայաստանով գնում, իզնով հանգիստ գնում էիր, էլի, սա լծակ է նաեւ Ադրբեջանին իր պահելու իր ազդեցության գոտում։ Հետևաբար Իրանը կարող է չտեսնելով, որ կարող է, այսինքն ռեսուրս չունենալով այս դեպքում ԱՄՆ-ի հետ կոնֆլիկտի պարագայում եւ Ռուսաստանի միակողմանի աջակցությունը չկարողանալով ստանալ, գուցե գնա այդ տրամաբանություն։ Պետք է Ռուսաստանի գործոնին, դուք ասում եք Ռուսաստանը դեռ փորձում է ամեն կերպ փորձում է, թե դուք դա նկատի ունեիք նոյեմբերի 9-ի ժամանակ, թե հիմա շարունակում է փորձել։ Հիմա շարունակում է, որովհետեւ մենք տեսնում ենք Հայաստանի նկատմամբ տնտեսական ճնշումների օղակը մեծանում է։ Ամեն օր լսում ենք նոր ապրանքներ սանկցիաների տակ։ Սա թրիփի հետ ինչ որ առնչություն։ Միանշանակ, որովհետեւ թրիփն է գլխավոր թեման է, այսինքն այստեղ։ Պայքարն է Հայաստանին ոչ թե զուտ պոկվել, հա, Հայաստանը տեսեք տրամաբանորեն, եթե թեկուզ ԵԱՏՄ-ի շուկայի մեջ է, բայց եթե ինքը առևտուր է սկսում անել եւ խաղաղություն է հաստատվում իր հարևանների հետ, նրա շահերը փոխվում են օբյեկտիվորեն։ Եվ կախվածությունները փոխվում են եւ Ռուսաստանի ազդեցության հնարավորություններն են սահմանափակվում։ Ռուսաստանը դառնում է ոչ թե այսպես հովանավոր տարածաշրջան, ոչ թե մոնոպոլիստ, այլ ուղղակի շարքային ռեգիոնալ մասնակից։ Թրիփի հետ կապված երկու հարց դեռ կուզենայի ձեր բարձաբանումը։ Արդեն հայտարարվել է եւ Սոկոլովին էլ ներկայացնում են, արդեն ոչ թե Trip Plus հիմնադրամի ուրեմն ղեկավար, այլ դա անվանվում է Տրանսկասպիան հիմնադրամ։ Ինչու է Տրանսկասպիան, ենթադրելի է արդյոք, որ Trip-ը այդ 42 կիլոմետրը մտնում են ավելի մեծ ծրագրի մեջ, Տրանսկասպիան է կոչվում այդ ծրագիրը եւ սա փոքրիկ այսպես հատված է։ Նախ ինչու Տրանսկասպիան եւ երկրորդը, քանի որ մենք խոսում ենք նաեւ երկաթգծերի մասին եւ Ռուսաստանի գործոնի մասին, արդյոք այս կոնցեսիոն կառավարումը Ռուսաստանի կողմից, որ դեռևս կա, ամրագրված է, դա լծակ է Ռուսաստանի ձեռքում խոչընդոտելու Trip-ի զարգացմանը, ծրագրի իրականացմանը, կամ գուցե լծակ չէ, ինքնին պրոբլեմ է Հայաստանի համար։ Առաջինը Տրանսկասպիան հիմնադրամ, երկրորդը երկաթգծի կոնցեսիան։ Դե ընդհանուր ինձ թվում է անվանումը ինքն է խոսում այս ծրագրի իմաստի մասին, դա հենց ի սկզբանե Տրանսկասպիան նույնիսկ բոլոր Հայաստանից
առանձին էլ զուգահեռ որ գնում էին երկաթուղիների եւ էներգառեսուրսների այդ խողովակաշարերը կրկին տրանսկասպիան տրամաբանության մեջ էին։ Տրասեկա ծրագիր կար ժամանակին այդպես էր կոչվում։ Ինձ թվում է դա հիմնադրամի անվանումն է հենց այդ էությունը ցույց տալու համար, որ սա ոչ թե Հայաստանի կամ Ադրբեջանը Նախիջևանին կապող ինչ-որ մի փոքր հատված է, այլ տրամաբանությունը հենց դա է կենտրոնական Ասիան Թուրքիայով Եվրոպային կապելու, որովհետև գնալով մեծանում է ցամաքային արագահաղորդակցության հարաբերությունը գլոբալ առևտրում, սա ազգային նույնիսկ թեմա չէ, սա գլոբալ բիզնես շահեր են եւ ամեն մեկը փորձում է իր մասնակցությունը, իր օգուտները ստանալ այդ գլոբալ առևտրից։ Այսինքն միջին-միջանցքի Եվ միջին-միջանցքի Եվրոմիությունում դա կոչվում է Global Gateway ծրագիր, դա որ վերաբերում է ոչ միայն Կասպիան տարածաշրջանին Հարավային Կովկասին ընդհանրապես ինքն ունի այդ ծրագիրը, նաև մասը սա է համարվում։ Տրանսկասպիան, որովհետև առանց Կասպից ծովով կենտրոնական Ասիայից հաղորդակցության Հարավային Կովկասը ոչինչ չունի արտահանելու բացի Բաքվի նավթից։ դերը, Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքը։ Չէ, մենք դառնում ենք դրա օղակը, այսինքն այդ ամբողջ շղթայի մի մասն ենք դառնում, մի կապող հանգույց ենք դառնում, ինչ այս Վրաստանի տարածքով էր։ Մենք ենք նաև դառնում դրա ալտերնատիվ ուղիներից մեկը Եվրամիության համար, ընդհանրապես բիզնեսում, քաղաքականության մեջ կարևորը որ դու միշտ ունենաս այլ ընտրանքային հնարավորություններ։ Մի ուղին, մի ճանապարհը ռիսկային է։ Թե ճշնամական գործողությունների տեսանկյունից որ կարող է փակվել իդեպ Վրաստան ավելի մոտ է Ռուսաստանին, քան Հայաստան, եւ այդ առումով ռիսկերը էլի մեծ են, հաշվի առնելով Վրաստանում, չէ՞, փոփոխություններ տեղի ունեցան քաղաքական, հսկայական կապիտալ, հսկայական ներդրումներ անել եւ հույսը դնել միայն մի գծի վրա, ռիսկային է։ Մարդիկ տեսել են այս հնարավորությունը, դեպս խնդիրը 90-ականներից է գալիս։ Մենք նոր ենք հասկանում, այսինքն հանրությունը, լայն հանրությունը մասնագետները իհարկե հասկանում էին կամ քաղաքականությամբ զբաղվողները, բայց հանրության համար նոր է պարզ դառնում, թե ինչի մասին էր Արցախյան հակամարտությունը, ինչի մասին են այս պատերազմները։ Իսկապես հանրությունը միջազգային դա դրան իրար հետ կապում է։ Դա մենք կապում ենք, մեր վերլուծաբանները կապում են, բայց միջազգային ոչ թե միջազգային հանրությունը, ոչ դա զուտ համագործակցություն է պետությունների միջև, դրամաբանությունից նկատի ունեմ մեր հանրությունը, ժողովուրդը, որին տարիներ շարունակ միայն հայրենասիրական քարոզներով են փորձել բացատրել իրողությունները, բայց այս շատ կոնկրետ տնտեսական գեոստրատեգիկ շահեր են եւ դրա գինայո Արցախն էր եւ մենք հիմա նաեւ Հայաստանում ստեղծվել է մի վիճակ, որ կարելի ասել նաև խորհրդարանը մեր այսօրվա որ պատկերացում, հա, այդ պատերազմյան, այսինքն կարելի ասել առանց Արցախյան առաջին խորհրդարանը, առաջին ժամանակաշրջանն ենք ապրում։ 21 թվականի օրինակ խորհրդարանը կամ իշխանությունը որ ձևավորվել էր, դա դեռ Արցախյան կոնֆլիկտի դրամաբանության մեջ էր, չէ, դա էր պայքարը դավաճանես, չէ, Թուրքիաս, չէ, հանձնում ենք, թե պահում ենք, կռվում ենք, թե չենք կռվում։ Հիմա այդ հարցը փակվեց փաստորեն։ Հիմա որ հարցն է։ Եվ քննարկվում է թե Հայաստանի զարգացման ուղղությունը որը պետք է լինի մնալ շարունակել այդ հին դրամաբանության մեջ թե փորձել Արցախը մոռանալով այդ ազգային հարցերը մի կողմ դնելով ռեալ պոլիտիկով զբաղվել։ Այս իրականության մեջ ենք այսօր եւ դեռևս պայքարը գնում է ըստ էության, այդ բևեռացումը կա մեր երկրում էլ, միջազգային հարցերում էլ։ Մեզ առաջարկում են երկու մոդել, հա, ազգային մի կողմ ենք դնում եղած պետությունը փորձում ենք զարգացնել բացվելով, համագործակցելով եւ եվրոպական ուղով գնալով ավելի շատ։ Դրանք իրարամերժ են ազգայինը հակասում է։ Այո, այս պարագայում, որովհետեւ եթե ազգային ես բարձրացնում, դու դնում ես խնդիր Արցախը հետ բերելու կամ արցախցիներին վերադարձնելու, ցեղասպանության պահանջատիրությունը կրկին Թուրքիայի հետ սահմանը փակելու դրամաբանության մեջ է տեղավորվում, որովհետեւ այլ հարց, եթե Թուրքիան գնար ընդառաջ, պատմությունը վերքերը հարթեր եւ ասել եկեք նորմալ հարևանություն անենք, բայց մենք տեսնում ենք, որ ջանքերը դրան չբերեցին։ Բայց Թուրքիան արդյոք պայմանավորվում է ցեղասպանության ճանաչման հետ։ Ուղղակի դա դուրս է գալիս օրակարգից։ Նաև պահանջներից մեկն է եղել 90-ականներին, երբ որ նոր դիվանագիտական հարաբերություններ էին հաստատվում, մեզ այդ մասին հասկացվել է, այսինքն պայմաններից մեկը դա է եղել նաև խոսակցությունների մեջ, այսինքն այնպես չէ որ sense բան գրավոր պահանջները դրվել են, բայց բաց էր մինչև Ադրբեջանի ընդվզումը եւ Ղարաբաղյան հարցի սեղանին դնելը, որ մինչև այս հարցը դե այդ հարցերը քննարկվող են, այսինքն այնպես է որ Հայաստանի իշխանությունները այն ժամանակ հայտարարեցին, որ դա մեր քաղաքականության առաջնահերթությունը չէ, այսինքն Թուրքիան այստեղ խնդիր չէր տեսնում, խնդիր տեսավ, երբ որ Արցախի հարցում արդեն հակամարտության մասշտաբները մեծացան, արդեն Քարվաճառը երբ որ ազատագրվեց,
Թուրքիան տեսավ խնդրեմ, որ ինքը այս տարածաշրջանից Ռուսաստանի կողմից ամեն դեպքում դուրս է մղվում Հայաստանը այդ խաղի մեջ, այլ ոչ թե գնալու այն հրճակված քաղաքականությունը, որ Եվ հետ բերեց իրավիճակը, ինքը գրավելով այդ տարածքները, Ռուսաստանին դուրս բերելով։ Ըստ էության Ռուսաստանի համար միշտ Արցախյան խնդիրը եղել է Ադրբեջանին սանձելու ավելի շատ Հայաստանին, դե փաթեթի մեջ գործոն։ Մենք տեսանք, որ այդ գործոն էր Ֆրանքից դուրս եկավ Ռուսաստանի ազդեցությունը կտրուկ նվազեց։ Հիմա Ռուսաստանի ազդեցությունը բացառապես Հայաստանի վերատնտեսական գործիքներ են, եւ եթե հնարավորություն ունենա կամ ստացվի ԱՄՆ-ին Եվրամիության կողմից ցանցել Թուրքիային Հայաստանի նկատմամբ ագրեսիա գործելու, գոյաբանական խնդիր ունենք, չէ՞ մենք Թուրքիայից։ Ռուսաստանի նշանակությունը կորում է, ոչ ռազմաբազան է իմաստ ունենում, ոչ էլ մեզ փրկելու առաքելություն է նա ունենում, նա դառնում է կրկին կամ հերթական անգամ ինչպես դարասկզբին ընդամենը մասնակից ռեգիոնալ խաղել, ոչ թե ռեգիոնի կուրատոր կամ մոնոպոլ կառավարիչ։ Այսինքն առաջ Ռուսաստանը դե ասում ենք բոլորս հիշում ենք Ադրբեջանի գործոններ գործի դնում Հայաստանի վրա ճնշումը գործելու համար, հիմա դուք ասում եք, որ կա շարունակում է մնալ դա Ռուսաստանի ձեռքում գործիք, Թուրքիան է ավելացնում, արդյոք Թուրքիան եւ Ադրբեջանը Ռուսաստանի ցուցումով կամ Ռուսաստանի հետ հարաբերությունների շրջանակներում շահ համընդհանուր շահ ունենալով կարող է Ռուսաստանը Ադրբեջանին եւ Թուրքիային Հայաստանի դեմ գործարկել։ Դե չեմ կարծում, որ տենց դեռ Ռուսաստանը այդ ուժը ունի եւ Ռուսաստանը այդ ուժը ունենար կգործարկեր այն հարցերը, որոնք հենց դրա համար է ազգային այդ օրակարգը դուրս բերվում եւ քարոզվում իրական Հայաստանի գաղափարախոսությունը։ Միայն այդ միջոցով է Ռուսաստանը մնում է միայն ուղիղ պատժամիջոցներ կամ ուղիղ միջամտություն։ Ում կողմից է Ռուսաստանում։ Չէ, այդ ազգային Չէ, Հայաստանին առաջարկ է եղել գլոբալ, որ դուք ներուժ չունեք այս հարցում, Ռուսաստանն էլ առաջարկ։ Ենթադրում եմ, արևմուտքի բնականաբար նաև Թուրքիայի իհարկե, առաջին հերթին Թուրքիայի։ Ռուսաստանը Ղարաբաղը ձեր համար չպահեց, հա, հավասարության նշան դրեց, դուք էլ ռեսուրս չունեք, կողմնորոշվեք հիմա։ Գնում եք այս ուղղությամբ, թե շարունակում եք մնալ այն ուղղությամբ։ Ռուսաստանը ասում է լավ կլինի համբերեք, մնացեք այս ուղղությամբ, մի օր լավ կլինի Ուկրաինայից գլուխս կազատեմ, կզբաղվեմ։ Բայց գնացքը գնում է, եւ Ռուսաստանը հերթով դա իր ազդեցության հնարավորությունները կորցնում է։ Թուրքիան, ինչպես տեսնում ենք, նույնիսկ ակտիվ չէ, բայց իրականում ամենաակտիվն է այս հարցերում։ Մենք տեսնում ենք ԱՄՆ, Թրամփ, Եվրամիություն, դա էլ է կարևոր, որպեսզի նաև ժողովրդի համար ընկալման առումով ընդունելի լինի, բայց մեծ հաշվով առանց Թուրքիայի եւ Ադրբեջանի այս նախագիծը չի իրականացվի եւ եթե Հայաստանը շարունակի խոսել այդ պահանջատիրությամբ, ուղղակի չի կայանա, որովհետեւ առանց Թուրքիայի եւ Ադրբեջանի չի կայանա։ Ոստի Փաշինյանը ընտրում է որ ճանապարհ։ Փաշինյանը ընտրում է բնականաբար Արևմուտքի առաջարկը, Թուրքիայի առաջարկը, բայց միաժամանակ կարծես խզումը կտրուկ չի դնում։ Տեսեք նույն ԵԱՏՄ-ի եւ ԵՄ-ի հարցը։ Խզումը կտրուկ դնելը կարող է իր համար վտանգավոր լինել, մահացու լինել քաղաքական առումով, որովհետեւ ամեն դեպքում թե քաղաքական դաշտում ընդդիմադիր Ռուսաստանի ազդեցությունը մեծ է, թե նաեւ մարդկանց մենտալիտետում մարդիկ դեռևս խաղաղությունը դեռևս զգում են, հա, որովհետեւ շատ թարմ էր արյունը, զոհերը, կորուստների զգացողությունը, բայց ամեն դեպքում դեռ նյութական օգուտները չեն տեսել, որպեսզի համեմատեն։ Եվ դեռ ռիսկը մեծ է, որ ասես կտրուկ խզումը, տեսեք, ասում է բիբարի փողը կտամ, էսի կտամ, հա, ասենք եթե սանկցիաներ լինեն, բայց դա հսկական թվով մարդկանց օրվա հացն է, կտրվում է մի անգամից։ Դու մինչև հարմարվի քո տնտեսությունը, մինչև այս ասենք մի քանի միլիոն ծաղիկ էր արտահանվում, հիմա ընդամենը մի քանի հազար է արտահանվել կամ տասնյակ հազարներ, կոնկրետ բիզնեսը դա զգում է եւ շղթայաբար ընտանիքները տուժվում են, հա, դա շոկային էֆեկտ կարող է առաջացնել, եթե կտրուկ քայլերի գնա։ Եվ կարծես Փաշինյանը փորձում է այսպես սիրաշահելով կամ դեռևս շանս ճակերտավոր շանս տալով Ռուսաստանին, ինչ ես էլի որոշում, եթե տենց վստահ ես, որ կարող ես քո ձեռքը վերցրու, որովհետև նա այն մարդն է, որ ստորագրել է թե նոյեմբերի 9-ի, թե Թրիպիստ համաձայնագիրը եւ եթե կարիք լինի երրորդը կստորագրի, ինչպես տեսնում ենք, հա։ Այսինքն ով է ուժեղով կարողանում է այստեղ հարցեր լուծել, Նիկոլ Փաշինյանը պատրաստ է աշխատել նրա հետ։ Եվ սա ոչ թե հավասարակշռման քաղաքականություն, այլ նա տարբերակ չունի։
Նա տեսեք գնաց ԵԱՏՄ-ի այդ նիստին եւ ասաց, որ հարակվեի դնելու անհրաժեշտություն չկա ԵՄ գնալու, չէ՞, այդ հարցը։ Ասես դեռ պատրաստ չի այդ ամբողջ։ Չէ, ընդհանրապես իմաստ չունի, որովհետեւ մենք դեռևս այդ վիճակում չենք, այսինքն մենք ոչ հայտ ենք ներկայացրել, ոչ Եվրամիությունը պատրաստ ընդունել այս առումով, ես նրա համամիտ եմ, այսինքն բոլոր շատ հարցերում քննադատական մոտեցում ունենալով այս հարցում դա ճիշտ է։ Այսինքն Ռուսաստանը դրել է այնպիսի ուլտիմատում, որ հիմա դուք որոշեք, բայց որոշեն ինչը, այսինքն ԵՄ ենք գնում, բայց ԵՄ-ի համար դեռևս որևէ նախապայման չկա, աշխարհում ի դեպ շատ քիչ են նախադեպեր, եթե դժվար էլ կգտնենք, որ հայտը տալուց առաջ հանրաքվե անցկացվի անդամակցության կամ դադարեցնելու։ Սկզբից հայտ են ներկայացնում, բանակցություններ են ընթանում, ստատուս է ձեռք բերվում կարգավիճակ թեկնածուի Եվրամիության պարագայում։ Նոր անցկացվում է հանրաքվե։ Ռուսաստանը այդ ամեն ինչը չգիտի։ Ռուսաստանը գիտի, Ռուսաստանը փորձում է ներքաղաքական ճգնաժամ հասունացնել սրանով։ Եվ հերթական լծակ է հնարավորություն այն ավանդական մոտեցման բաժաներ տիրել քաղաքականությամբ, ստեղծել օրակարգ ներքին եւ միջամտել այդ օրակարգին արդեն դրսից, ստեղծել ներքաղաքական բախում այդ առումով։ Սա է Ռուսաստանի տրամաբանությունը։ Բայց նաեւ ինչ որ իմաստով արդարացված է, որ պետք է կողմնորոշվել, այսինքն դու չես կարող երկար ցկել։ Հիմա Նիկոլ Փաշինյանը եթե մենք իմանանք, որ հաջորդ տարի կդիմի եւ կսկսի process, ասենք հա, բայց չի կարող հավերժ այսպես շարունակվել, որովհետև դու լինելով ԵԱՏՄ-ում ուղղակի թքած ես ունենում այդ կազմակերպության երեսին բառացիորեն, ասում ես դուք ձեզնից ես կօգտվեմ, բայց հենց հարմար լինի դուրս կգամ։ Բայց մյուս կողմից էլ նա ասում է դուրը դեռ լրիվ չի բաց, ես դեռ չեմ կարող Եվրամիության մասին է խոսքը։ Դե Եվրամիությունում հիմա 8-ից ավել երկիր հերթի մեջ է։ Այո։ Հայաստան հերթ կարող 20 տարուց անցնել եւ այդ արանքում Հայաստանի տնտեսությունը ուղղակի կոլապսի։ Դե Ռուսաստանի հաշվարկն էլ հենց դա է։ Այստեղ դուրը փակ է։ Դու մեջտեղն ես գտնվում, նա իր դուրն էլ է փակում։ Եվ ասում է դու որն է ավելի հեշտ, սա նորից վերաբացել, թե նա քանդել բացել։ Այ հիմա խնդիրը գուցե գնդակը Եվրամիության դաշտում է, թե մենք սխալվում ենք։ Հայաստանին դրել են շատ վատ վիճակի մեջ, ես միայն Նիկոլ Փաշինյանով իհարկե սա պայմանավորել է սխալ կլինի, հակամարտող կողմերի միջև մենք ասում ենք, մենք թքած ունենք ճակերտավոր, հա, մենք անտարբեր ենք ձեր հակամարտության հանդեպ, մենք ուզում ենք ձեզ բոլորի հետ լավ լինել։ Չէ, մենք ուզում ենք որ մեզ լավ լինի։ Կամ մեզ լավ լինի, հա, ում հետ լավ, ավելի ճիշտ ում հետ լավ լինի, նրա հետ էլ կլինենք, ձեզնից ով ավելի լավ տղա դուրս գա, մենք նրա հետ էլ կլինենք, այս արանքում, քանի որ Ռուսաստանը դեռ մի քիչ ազդեցություն ունի հզորա, մենք դեռևս իր հետ ենք, բայց Եվրամիություն մենք պատրաստ ենք գալ ձեր ուղղությամբ, ինչ եք որոշում։ Այդպես չի քաղաքականությունը, էլի, որովհետև Եվրամիությունը իր հերթին է պայման դնելու։ Հիմա դու Ռուսաստանի հետ ես թե չէ, Եվրամիությունը դեռևս նուրբ է, որովհետև հասկանում է նաև պատմությունը իմանալով 2013 թվականին ինչ եղավ, հենց իդեպ ուլտիմատում դնողը նաև Եվրամիությունն էր, որ պետք է ընտրություն կատարեք։ Եվրոպա, որովհետև զուտ օրենքները, կարգավորումներն են նաև այդպեսին, հա, հնարավոր չէ համատեղել։ Եվ Հայաստանի դնեցին սեղմեցին պատին, Հայաստանի ղեկավարությունն էլ ընտրություն կատարեց, բայց այդ ժամանակ Ռուսաստանի չէր մտահոգում մի հատ հանրաքվե անցկացնենք ժողովրդի կարծիքն իմանանք, որովհետև ժողովրդի կարծիքը պարզ է ինչպեսի է։ Դե Ռուսաստանը կոնկրետ լծակ ուներ Լեռնային Ղարաբաղ։ Նաև իմ մաքսիմիության անդամակցելու հիմնավորումը Սերսարսյանի դա էր, բայց պատմությունը ցույց տվեց, որ այդպես չեղավ։ Եվ հիմա ասում ենք լավ, մենք այդ առաջարկը մերժենք Թուրքիայի եւ Եվրամիության արևմուտքի, դրա դիմաց Ռուսաստան ջան, բացի մի քանի տնտեսական օգուտներ էլի, ինչ ես դու կարողանում երաշխավորել, ոչի բան, անվտանգային առումով, հա, նկատի ունեմ։ Հիմա եթե մենք զոհաբերում ենք, մենք մտնում ենք նորից կոնֆլիկտի, բլոկավորում ենք այս ճանապարհը տարածաշրջանում, դառնում ենք վահան քո համար, ընդդեմ թուրքական աշխարհի, ընդդեմ արևմուտքի։ Դրա դիմաց Ղարաբաղը գոնե ճանաչեիր, Հայաստան կամ համաձայնության գանք ճանաչեիր, գուցե ինչ որ իմաստ կունենար, բայց հիմա համ Ղարաբաղը չունենք, Թուրքիայի հետ կապված որևէ մենք տեսնում ենք ռուս-թուրքական համագործակցություն ստրատեգիական բազմաթիվ ոլորտներում, սկսած էներգետիկա, ատոմակայանի կառուցում, նույնիսկ ռազմական համագործակցություն զենքերի վաճառքը, այսինքն Թուրքիան է այն երկիրը, որ կարողանում է այդ բալանսավորումը ապահովել։ Հայաստանը այդ երկիրը չի, որքան էլ Նիկոլ Փաշինյանը փորձում է։ Եվ Ռուսաստանը ասում է, ասենք, չունի դրա պատասխանը։ Հետևաբար մենք ինչու պետք է մերժենք այդ առաջարկը արևմուտքի։ Հատկապես եթե դա կոնֆլիկտի էջը փակում է, հա։ Իսկ արցախցիների թեմայի հարցը, որքան էլ Նիկոլ Փաշինյանը դրանից հրաժարվի, նա դրա իրավունք չունի։
Որտեղ Եկեք մեր նկատի ունեմ ներկայացնենք, ինչ նկատի ունեք, որ ասում եք հրաժարվի, գուցե ոչ բոլորն են հասցրել ծանոթանալ այս հայտարարության հետ, այսօրվա այդ իր ուղերձում նա ասել է հետևյալը, Փաշինյանը, ասել է խաղաղությունը անշրջելի դարձնելու համար անհրաժեշտություն է, ուշադրություն, Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձ թեմա է, Ադրբեջանից հայ փախստականների վերադարձ, այս սրանց իրավունքի մասին փաստորեն խոստույթը չշարունակելը, ինչպես նաև չշարունակելը Ադրբեջանում արևմտյան Ադրբեջանի, արևմտաադրբեջանցիների վերադարձի իրավունքի մասին խոսույթները։ Այսինքն մենք պետք է հրաժարվենք Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձից, Ադրբեջանից հայերի փախստականների վերադարձից, այդ հարցերից պետք է հրաժարվենք եւ Ադրբեջանն էլ կհրաժարվի այդ արևմտյան Ադրբեջան։ Այս է նկատի ունեիք, որ ասում եք հրաժարվում է արցախցիների հարցի բարձրացումից, Արցախի հարցի բարձրացումից։ Դե ինքը արդեն հրաժարվել է։ Ինքը ուզում է, որպեսզի բոլորը հրաժարվեն այդ մասին խոսելուց։ Նաև դա միջազգային քննարկման թեմա չլինի, որպեսզի միջամտեն Հայաստանի միջազգայիններին էլ է ուղղված։ Այո, սա ուղղված է բոլորին, բայց սա ինչն է այստեղ խնդիրը։ Այստեղ կա բարոյական հարց, կա նաև իրավական հարց։ Նաև նրա քաղաքական պրագմատիկ արդյունքների հարց։ Ալիևը կարող է ինչ-որ ժամանակ չխոսել, բայց մենք տեսնում ենք, որ հենց իր ադմինիստրացիան ֆինանսավորում է այդ կազմակերպություններին հկներին, որոնք տարբեր միջոցառումներ են անում, հարցը միջազգայնացրել են, նույնիսկ գնում են ԱՄՆ-ի կոնգրեսում են միջոցառումներ կազմակերպում, որ արևմտյան Ադրբեջան։ Ալիևը ինչ խնդիր է լուծում։ Ալիևը հասկանալով նաև Հայաստանի փորձը, ի տարբերություն մեզ, որ թշնամուց չենք սովորում, իրենք սովորում են թշնամուց։ Արցախի հարցը վերջնական փակելու համար ինքը ավելի մեծ ագրեսիվ խնդիր է դնում, որ մենք գոնե, ասենք լավ, Արցախից հրաժարվեն, գոնե Սյունիքը չտանեն։ Այսինքն դա հասկացնում է։ Եվ ասում եմ, եթե դուք Արցախի մասին եք ուզում մտածեք, մենք այդ թեմաները շարունակելու ենք, հա, այսինքն կոնֆլիկտի տրամաբանությունը, բայց արդեն կոնֆլիկտը Ադրբեջանի տարածքից տեղափոխվելու է Հայաստանի տարածք։ Բայց դուք եք դա լեգիտիմացնում է։ Ներողություն, դուք այն ինչ որ հիմա դուք ասում եք, չեք ընկնում նորից, խոսքը հենց ձեր մասին չի, այդ տրամաբանությունը չի նշանակում, որ մենք Ադրբեջանի խաղի մասնակից ենք դառնում։ Իսկ ով ասեց, որ Ադրբեջանը ինչ որ մի բան կարող է կանգնեցնել Ադրբեջանը։ Փաշինյանը համարում է, եթե Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի հարցը մենք բարձրացնենք։ Դու չբարձրացնես, ինքը կբարձրացնի։ Ով է ասել, հայո, որ նա հրաժարվելու է այդ ամբողջից։ Այսինքն կամ նա առաջարկում է ինչ-որ, չգիտեմ, ինչպես է դա լինելու։ Եվ այստեղ սկզբունքային խնդիր իրավական որն է, որ ասացի, որ արցախցիների իրավունքը դա միջազգայինորեն ճանաչված իրավունք է վերադարձի։ Արցախը դա միջազգային կոնֆլիկտի սուբյեկտ էր։ Ադրբեջանը ճանաչել է Արցախը որպես սուբյեկտ, խոստանալով նրան մաքսիմալ ինքնավարություն, Ալիևը կնքելով նրա հետ զինադադարի պայմանագիր ինստանականներին, արևմտյան Ադրբեջան հասկացությունը թե պատմականորեն կեղծ է, այսինքն որևէ իրավական հիմք չկա ասելու, որ Հայաստանում կար ինչ-որ սուբյեկտ, արևմտյան Ադրբեջան, որի քաղաքացիները կամ որի մարդիկ կամ անդամները ազգությունը արտաքսվել է։ Այսինքն սա մենք հավասարության նշան է դրվում իրականությամբ կեղծիքի միջև, սա է խնդրեմը, որ ես տեսնում եմ, բայց Նիկոլ Փաշինյանը ընդամենը կարճաժամկետ խնդիր է դրանով ուզում լուծել, որ տեսնելով թուլություն ունենալով կամ ամենայն դեպս կամ գուցե նաև համաձայն լինելով Ադրբեջանի պաշտոնական տեսակետի հետ, որ դա արդար պահանջ է ադրբեջանցիների վերաբերյալ, ուզում է երկկողմանի փակել, բայց դա ինչ է, օրինակ Ալիևը կարող է պահանջել քրեականացնել դա, ուրեմն դա կանի Նիկոլ Փաշինյանը օրինակ Հայաստանում խոսել արցախցիների վերադարձի մասին լինի քրեական հոդված, որպես էթնիկ, չգիտեմ, հակամարտության բորբոքում, ֆաշիզմ, ռասիզմ, անելու են դա, օրինակ տրամաբանական հարց, բայց դա կլինի դեմ դուրս գալ թե միջազգային իրավունքին, թե նույն Եվրախորհրդարանի բանաձևերին, որին ուզում ենք անդամակցենք Եվրամիության, որովհետև դա մարդասիրական իրավունք է, դա այդ հողի վրա մարդիկ ապրել են դարերով։ Բայց սա էլ է միջազգային իրավունքին խախտում, Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի իրավունքի հարցը, ասում է, եկեք փակենք։ Հա։ Ես որովհետև դիմացինը դա շահարկում է։ Դուք ինքը կարող է փակել, թող ինքը գնա Ալիևի հետ պայմանավորվի փակեն այդ հարցը իրանք իրար մեջ, բայց դա հնարավոր չի ժողովրդին փակել, հնարավոր չի արցախցիներին ստիպել դրա մասին մոռանալ եւ ընդհանրապես ջնջել պատմությունից, որ այսպեսի խնդիր է։ Սա ճանապարհ է դեպի ոչ մի տեղ։ Սա ճանապարհակարգ խնդիր է ուզում լուծել համոզելու Ալիևին, որ ես պահանջները հետևողականորեն կանեմ, բայց դու էլ թույլատրու այդ արևմտյան Ադրբեջան թեման, որովհետեւ ներսում ինձ ճնշում են այդ առումով։
Այսինքն սա կարճաժամկետ խնդիր է լուծում, իսկ հետևանքները կարող են լինել շատ վատ։ Եթե դա հասնի օրենքի մակարդակի ազգային ժողովում ինչ-որ որոշումներ ընդունվեն դրա վերաբերյալ, որովհետև ասում եմ Արցախի մասին խոսելը կարող է լինել հանցագործություն այս երկրում եւ դա դառնալ ընդդիմության նաեւ նկատմամբ հետապնդման մի հատ տարօրինակ բան։ Մենք այդ տրամաբանությամբ կվերադառնանք ինչպես սկզբնական շրջանում խորհրդային միության ազգային հարցերին ընդհանրապես անդրադառնալը դա համարվում է նացիոնալիզմ, դա համարի հանցագործություն էր։ Որպես այս ծրագիրը հանկարծ չխափանվի, Ալիևը հանկարծ չմտքափոխվի։ Բայց ասում եմ իրավունքի եւ արդարության դեմ մեղանչելը ապագա չէ եւ թե արցախցիները նախ արցախցիներն էլ իրենք պետք է հասկացնել այդ հարցը իրենց հետաքրքիր է թե չէ։ Եթե իրենք մոռանում են Արցախը, Հայաստանը մոռանալու է։ Այսինքն մենք չեմ ուզում առանձնացնել, բայց իրենք սուբյեկտ են որպես, որը պետք է իր իրավունքին տեր կանոնի։ Հիմա Նիկոլ Փաշինյանը իհարկե այնպես է անում, որպեսզի այստեղ կազմակերպություններ չլինեն, բայց դուրսը կարող են լինել, ցանկացած տեղ կարող են լինել, դա եմ ասում, այսինքն դա էլ է ինչ որտեղ եթե մի քիչ ցինիկ պրագմատիզմ ռեալ պոլիտիկով խոսենք, դա Ադրբեջանի վրա լծակ է մեր կողմից նաև։ Այսինքն դու դրանից հրաժարվում ես, բայց Ադրբեջանը այո, ասում եք եկեք հրաժարվենք այդ լծակից։ Դե ես եթե մենք իմանանք, որ գործ ունենք adekvat հարևանի հետ, կասեք գուցե լավ այս էջը փակենք, հետո կարող է մի օր հզորանանք, հասկանանք։ Բայց ես Ալիևեն մարդը չէ, հա, որին կարելի է վստահել։ Այստեղ ստերեոտիպին Ադրբեջանն է փակում եւ Թուրքիան են փակում։ Հետևողականորեն նրանք փակում են։ Մեր հարցն են փակում մեր համար, բայց իրանք իրենց հարցերը չեն փակում։ Ես գրեթե վստահ եմ, որ Ալիևը այստեղ խորամանկելու է եւ Հայաստանին էլի կանոնեցնելու է փաստի առաջ։ Իրանք չեն դադարեցնելու այդ նարատիվները։ Շնորհակալ եմ Գովազդեմ հայտարարում եթերում, բայց մենք վերադառնանք այնուամենայնիվ թրիփը մնում է թղթի վրա թե իրականացվում է, ինչու եմ ես այս հարցը տալիս, որովհետև մենք դեռ չխոսեցինք երկաթգծի կոնցեսիայի մասին։ Կան արդյոք լուրջ խոչընդոտներ, որը Միացյալ Նահանգները դեռ չեն լուծել իրենք այդ թրիփի իրագործման հետ կապված, վերապահել են, որպեսզի Հայաստանը լուծի եւ արդյոք Հայաստանը այն ինչ հիմա կատարվում է երկաթգծի կոնցեսիայի շրջանակներում, դա դրա վկայություն է, որ Հայաստանը փորձում է Ռուսաստանի գործոնը այդ հարցում նվազեցնել։ Հարց է։ Գովազդի եթերում սիրելի բարեկամներ մնացեք մեզ հետ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան Փոստը Գրանադա Հյուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 պաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։
Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Սիրելի բարեկամներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք քաղաքագետ Եվրոպագետ Տիգրան Խաչատրյանի հետ եւ այսպես երկաթգծի կոնցեսիան։ Արդյոք սա պրոբլեմ է Հայաստանի համար եւ թրիփի իրագործման համար։ Միանշանակ պրոբլեմ է, որովհետեւ եթե այդ 40 քանի կիլոմետրանոց երկաթգիծը կառուցեն, դա ուր է գնալու։ Եթե Նախիջևանով կպնի Թուրքիան ընդհանրապես շրջանցի Հայաստանը կորցնում է ընդհանրապես որպես տրանզիտ երկիր լինելու իմաստով, հատկապես այդ հատվածը, եթե դառնում է խոչընդոտ ճանապարհ, Հայաստանը տրանզիտ գումարները, որ այդ փոքր հատվածի առևտրով մեզ կտան, կլինի չնչին, հետագայում դժվար կլինի ժողովրդին համոզել, որ մենք այսքան զրկանքներ, այսքան զողողություններ, զիջումներ արեցինք, ընդամենը մի քանի միլիոն դոլար բանի համար, տրանզիտ գումարի համար, հարց է միլիոն կլինի, թե չէ։ Կարևորը, որպեսզի Հայաստանը դառնա գլոբալ բացվի, այսինքն ապաշրջափակումը նա է, որ Հայաստանի ամբողջ սահմանների երկայնքով պետք է տեր ունենա ապաշրջափակում առևտուրը ուղիղ, կարճ նաև ճանապարհներով լինի եւ հյուսիսից հարավ, արևելքից արևմուտք։ Եթե սահմանափակվի միայն այս հատվածով եւ Ռուսաստանը իր կառավարումը չզիջի, բայց նաև պետք է հիմնավորի թե ինչի չի զիջում, որովհետեւ ինքը պետք է ներդրումներ անի այս պարագայում, հա, ինքը պետք է մաս դառնա այդ ամեն ինչին։ Այո, կոնցեսիոն կառավարումը կա, հիմա ստեղծվել է առևտրային մի վիճակ, ինքն է Ռուսաստանն էլ շահագրգռված էր նույն իր ստորագրությամբ նոյեմբերի 9-ի, որ պետք է ապաշրջափակվեն բոլոր ճանապարհները, չէ, տարածաշրջանային հաղորդակցությունները։ Հիմա եթե դու խոչընդոտում ես այդ ապաշրջափակմանը հիմնավորումը դրորն է, եթե դու չես խոչընդոտում, բարի եղել ներդրումներ արա, եթե վիճակի չես ներդրումներ անել, ուրեմն պետք է փոխանցես նրան, ով ի վիճակի է, կամ Հայաստանին, կամ այլ ներդրող է սպարագայում, հա։ Ռուսաստանը որևէ բան չի կարող փաստարկ որպես բերել։ Բացի էլի քաղաքական ճնշումը, տնտեսական ճնշումը կողին գնելով ասելով չէ, ես դա արդեն կվերածվի վեճի, տնտեսական վեճի։ Բայց ինքը կարող է բերել նոյեմբերի 9-ի այդ 9-րդ կետը, ասի ես այս պայմաններով էր ապաշրջափակում։ Դե նոյեմբերի 9-րդ կետը մենք համարում ենք արդեն Դուք եք համարում Ռուսաստանը ժամանակ առ ժամանակ հիշեցնում է, բայց իր պարտականությունները ինքը էլի ոնց էր մեկնաբանում, որ ինքը չի կատարել իր պարտականությունները, որովհետև Հայաստանը Արցախը ճանաչեց Ադրբեջան, չէ։ Հիմա դա փաստ է, որից դրանից հետո էլ ինքը իր զորքերը դուրս բերեց, թե Ադրբեջանի հետ պայմանավորվեր չբերեր։ Իդեպ ասեմ, եթե Ռուսաստանը տարածաշրջանում ուզում է խնդիր լուծել, ինքը իր միակ ձևը Ադրբեջանի հետ այդ խնդիրները լուծելն է։ Հայաստանը արդեն դուրս է գալիս այս տրամաբանությունից, որովհետև եթե դու ուզում ես թրիփի չլինի, դու Ադրբեջանին ճնշի որ չլինի, որովհետև միակ երկիրը, որով կարելի է դա բլոկավորել, դա Ադրբեջանն է։ Իսկ Հայաստանից բացի Վրաստան կար, որը վաղուց կար, չէ՞, հաղորդակցությունը։ Այսինքն թե նավթամուղեր, թե գազամուղեր, թե երկաթուղին է Հայաստան։ Չէ, ես նկատի ունեմ, եթե Ռուսաստանը բանեցնի ճնշումներ եւ հրաժարվի իր պարտականությունները թեկուզ կոնցեսիոն կատարի։ Եթե չհրաժարվի, ուրեմն պետք է կատարի, այսինքն մաս դառնա այս համակարգին, ինչի մասին սկզբում ենք խոսում։ Ահա, ուրեմն միանատրիպ ծրագիր։ Փայատեր է դառնում ուղղակի, այս Թրիփի։ Դա կարող է անուն ստանալ։ Ինչպես։ Դա կարող է անուն ստանալ։ Օրինակ, այս կիլոմետրանոց հատվածն է, չէ՞ կոչվում թրիփ։ Նույնիսկ քարտեզներով։ Դա կարող է անվանել, եթե խնդիրը անվանումն է։ Բայց ըստ էության սա տարածաշրջանային հաղորդակցություններ են, հյուսիս-հարավ-արևելք արևմուտք, որի մասն է կազմում նաև դու։ Այսինքն դուք ինչ-որ լուծում տեսնում եք։ Ես տեսնում եմ, եթե Ռուսաստանը ցանկանա դա, ամբողջ խնդիրն է դա, որ Ռուսաստանը չի ուզում ուղղակի շարքային լինել։ Եթե հիշեք, դեռ Եվրամիությունը, որ առաջարկում էր արևելյան գործընկերության ծրագիրը, նա առաջարկում էր նաև Ռուսաստանին, նա տարբերություն չէր դնում Հայաստանի եւ Ռուսաստանի միջև, ասում էր բոլոր հետխորհրդային հանրապետությունների հետ մենք պատրաստ ենք գործընկերություն զարգացնել, ինտեգրացիոն process։ Այդ ժամանակ խոսում էին նաև Լիսաբոնից Վլադիվոստոկ, հիշում եք, Պուտինն էլ էր դրան աջակցում։ Պուտինին մի անգամ հարցնում են, ասում են դուք կուզեք Ռուսաստանը լիներ Եվրամիության, ասում են մենք երջանիկ կլինենք, եթե Ռուսաստանը լինի Եվրամիության անդամ։ Բայց այսօր Ռուսաստանն ասում է Եվրամիությունը իր թշնամին է։ Հիմա
դա է խնդիրը։ Հիմա Ռուսաստանը գուցե հարավային Կովկասում այլ մոտեցում որդեգրի։ Մենք չպետք է նրա փոխարեն որոշենք։ Իհարկե կանխատեսելի է Ռուսաստանը, որ միշտ գնում է կոնֆլիկտի, հա, չի ցանկանում զիջել, ասում է «Svoyo не отдадим», Պուտինի էլի հայտնի խոսքն է, հա, բայց այս դեպքում արդեն Հայաստանը ի վիճակի չլինելով Ռուսաստանի հետ իր հարաբերությունները լուծել, պետք է Եվրամիություն ԱՄՆ Ռուսաստան արդեն այդ հարցով գնա բանակցություններ կամ գուցե հակամարտություն։ ԱՄՆ-ն կգնա դրան, չգիտեմ։ Եթե Նիկոլ Փաշինյանին երաշխավորել են, որ դու փորձ եթե չստացվի մենք քո թիկունքին կանգնած ենք, ամեն ինչ կանենք դրա համար, գուցե Նիկոլ Փաշինյանը գնա այդ ռիսկին, բայց դեռևս զգուշ է անում, դանդաղ քայլերով է անում։ Հիմա շատերը այդ Սոկոլովի հետ եկանք 3+ հիմնադրամին, շատերը համարում են այդ Սոկոլովի անձը որպես կապող օղակ Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի։ Մի երկու բառ դրա մասին։ Դե Սոկոլովը Ռուսաստանում է ծնվել Խորհրդային Միության տարիներին, նա մեծ հաշվով ծանոթ է տարածաշրջանին, Հայաստանում էլ Բիվասելի բաժնետեր կարծեմ թե մի մասն էլ նվիրաբերեց Հայաստանի Հանրապետության, այսինքն գնեց նվիրաբերեց։ Միաժամանակ սերտ կապեր ունի Թրամփի ադմինիստրացիայի հետ, հանրապետականներին է ֆինանսավորել ուղիղ իմաստով, այսինքն նա պատահական դեմք չէ, այսինքն ամերիկացիները ընտրել են գուցե դրա համար, որ ինքը իրոք ծանոթ է, այսինքն կարող է այստեղ հարցեր լուծել, բանակցել, լինել կառուցողական կողմ նաև Ռուսաստանի հետ հարցերում։ Բայց դա գիտենք միայն, այսինքն ավել այս բանին ոչինչ չեն կարող ասել, գուցե նա մի օր ինչ-որ հայտարարություններ անի, մենք զգանք նրա տրամադրվածությունը, նրա մոտեցումները։ Բիզնեսի մարդ է, հաջողակ բիզնեսմեն, այսինքն կոմերցիայի գծով նաև իր բոլոր բիզնեսները կապված են այդ հեռահաղորդակցության, հաղորդուղիների, նաև թեղուտի հանքում, այսինքն հանքարդյունաբերության։ Այսինքն սա կարելի է համարել Սա մի հետաքրքիր կոմբինացիա է։ Պլան B, եթե իր իսկապես Նիկոլ Փաշինյանը չկարողանա այդ կոնցեսիայի հարցը լուծել, Դե որպեսզի բանակցողը լինի մեկ այլ բանակցող, որը ընկալելի լինի Ռուսաստանի համար։ Հնարավոր է, չի բացառվում սա, չի բացառվում, այո։ Մեծ հավանականությամբ, այո։ Ես կուզենայի ձեր տպավորությունը այս Ղրղստանում Նիկոլ Փաշինյանի ելույթից։ Մենք հպանցիկ այդ հարցին անդրադարձանք ասելով նրա այդ պատասխանը, չեն կարող հանրակրվե անել, քանի դեռ այդ հարցը գոյություն չունի, դեռ մի հարցի շուրջ, որը դեռևս գոյություն չունի։ Եվ գիտենք, որ նա ասաց, որ Հայաստանը հավատարիմ է ԵԱՏՄ հիմնարար սկզբունքներին, որոնցից մեկը ապրանքների եւ այլն կապիտալի աշխատուժի ազատ տեղաշարժն է, որը հիմա ուրեմն չի իրականացվում։ Մի քիչ առաջ էլ մի քանի օր առաջ էլ նա ասում էր, որ ԵԱՏՄ-ն դե փաստորեն եթե այս սկզբունքները չեն գործում, ուրեմն ԵԱՏՄ-ն չի գործում, իսկ շատերը հասկանում են, քանի որ ԵԱՏՄ-ի առանցքային ուրեմն երկիրը դա Ռուսաստանն է, նշանակում է Նիկոլ Փաշինյանը ակնարկ է անում, որ Ռուսաստանը իզորու չէ ապահովել պայմանավորվածությունները, եթե ԵԱՏՄ-ի շրջանակներում չի ապահովում, ապա ընդհանրապես Ռուսաստանը որպես գործընկեր վստահելի չէ։ Ես այսպես ինչ որ կար այս պահի դրությամբ, սրանք փորձեցի իրար հետ միացնել եւ արդեն ձեր վերլուծությունը։ Նիկոլ Փաշինյանը արդեն ուղիղ տեքստով ասեց առաջին անգամ, որ մենք էլ կարող ենք մի բան պահանջել Ռուսաստանից, հա? Այսինքն ոչ թե ուղիղ տեքստով, այլ ենթատեքստներ, դա ակնարկներով, բայց ուղիղ ակնարկ էր, որ կարող ենք 2 միլիարդ էլ պահանջել ինչ-որ բանի դիմաց։ Նկատի ուներ երևի թե ռազմաբազան։ Ասեց այն ինչ մինչ այժմ անվճար էր, կարող է վճարովի դառնալ եւ նրա խոսքի իմաստն այնպես դա է այս հայտարարության մեջ, որ մենք կատարում ենք մեր պարտականությունները, իսկ Ռուսաստանը չի կատարում, ինչ պայմաններից ելնելով մենք էլ կարող է չկատարենք այդ դեպքում կամ վերանայենք հա մեր պարտականությունները, դա վերաբերում է եւ ռազմաբազան եւ գուցե մյուս պայմանագրերին, այսինքն եթե պայմանագրի կետերից մեկը ընդհանրապես ցանկացած պայմանավորվածություն, ցանկացած պայմանագիր, եթե մի կետը խախտվեց, ինքը բոլոր կետերը անվավեր ճանաչելու, այսինքն բոլոր պայմանագրերը դրանք մի տրամաբանական ամբողջություն են։ Ենթադրում եմ դա նկատի ունի, ինչ որտեղ շանտաժ է, ես չգիտեմ դրա գինը ինչ կլինի մեզ համար։ Մենք ամեն օր լսում ենք նոր ապրանքների արգելափակում, միգրացիոն քաղաքականության փոփոխություններ են միանշանակ լինելու, վաղը մյուս օր վարորդները գուցե չկարողանան վարել Ռուսաստանում։ Ուղիղ ասացին, որ տուրիստներին կարգել են, այսինքն Հայաստանը հաստատ տնտեսական շոկեր կունենա եւ մտնում է այդ խաղի մեջ Նիկոլ Փաշինյանը
չի ուզում կանգ առնել, երևի թե այդ եմ ասում, եթե ստացել է հստակ երաշխիքներ արևմուտքից, որ դրա վնասները կփոխհատուցեն, կասեմ լավ է անում։ Հայաստանի ինքնիշխան շահի տեսանկյունից լավ է անում, որովհետև Ռուսաստանից դրա դիմաց մենք աջակցություն երբ պետք էր չստացանք, բայց եթե մենք ոչ նա ենք ունենալու ոչ նա, սա է մեծագույն խնդրեմը։ Կոմպենսացիաները, որ Եվրամիությունը անում է ֆորմալ քայլ ընդառաջ։ Ես ասացի խոսել էի այդ մասին, որ աննախադեպ բան արվեց Հայաստանի համար, չլինելով ազատ առևտրի գոտու մեջ Եվրամիության հետ, մեզ փաստացի տրվեց այդ կարգավիճակը, որ մեր ապրանքները առանց խոչընդոտ մաքսային սահմանափակումների կարող են արտահանվել Եվրամիություն, բայց Եվրամիությունը արդյոք հաշիվ է տալիս իրեն, որ եթե 1000 ապրանք էր գնում Ռուսաստան, թեկուզ ձեր բացելուց հետո մաքսիմում 10 ապրանք է գնալու, որովհետև եվրոպական ստանդարտներին այդ 10 ապրանքն է բավարարում։ Մնացածը չի կարողանալու, այսինքն ինչքան էլ դուք բացեք, օբյեկտիվորեն հայկական ապրանքը չի գնում Եվրամիություն։ Սա է խնդրեմը եւ եթե կարճ ժամանակում շատ արագ չստեղծվեն աշխատանքային խմբեր, մեր բիզնեսներին, մեր արտադրանքը, այնպես վերա ուղղորդելու եվրոպական շուկա, որ այդ 1000-ից գոնե 900-ը, գոնե 800-ը հասնի իրոք եվրոպական շուկա, մենք ասենք, որ տնտեսական ռիսկերը նվազեցնում ենք շոկերը։ Բայց դա երկարաժամկետ ծրագիր է, անգամ ցանկության դեպքում դժվար է արտադրողին, որովհետև դրանք ծախսեր են, ինքնարժեք գոյություն ունի ապրանքի, գնորդը պետք է ցանկանա դա վերցնել։ Այսինքն արդյոք Եվրամիությունը պատրաստ է դառնալ դոնոր մեզ, ոնց ասեմ, ինչպես են գյուղատնտեսությունը, չէ՞, սուբսիդավորում։ Եվրամիությունը պատրաստ է Հայաստանի տնտեսությունը սուբսիդավորել։ Թե ուղղակի արգելքները սահմանափակումներ վերացնում, բայց ասում եմ մնացածը ձեր խնդրեմն է։ Այստեղ է որ Ռուսաստանի հետ այդ խաղը կարող է չստացվել կարճաժամկետ հեռանկարում, թեկուզ միջնաժամկետ, եւ Հայաստանը մեծ շոկերի ենթարկվի, եւ այստեղ հենց վերջում էլի մենք լսենք, որ ինչպես հիմա էլ ենք լսում, երբ որ շատ է խստացվում ռուսական պաշտոնական տոնը, մենք էլ Նիկոլ Փաշինյանը ասում է Պուտինի ընկերն է, մենք խնդիր չունենք, մենք ԵԱՏՄ-ից դուրս գալու նպատակ չունենք, ինչ հանրակրվե, ինչ բան, եկեք քննարկենք, դեմա խնդիրներ եղել են։ Ինչպես են չասում, միշտ էլ եղել են, որ արգելել են հայկական ապրանքները։ Չի սրում, չի գնում դեպի սրում։ Փորձում է սրել, տեսնում է ռուսական ինչ-որ կոշտություն, եկել նորից սկսվում են բարեկամական ժեստեր։ Қырғызստանում դե իրեն հրավիրել էին, ոչ թե հրավիրել էին, կանչել էին, որպեսզի այսպես իրենց մատը թափ տան։ Տպավորությունը ինչպիսին էր, Նիկոլ Փաշինյանը խեղճացել էր, ներողություն այդ ձևակերպման համար, Հայաստանը խեղճացել էր, թե Հայաստանը կարողացավ կանգնած մնալ այդ քամու առջև։ Դե մեծ հաշվով ոչ նա այսպես միջանկյալ վիճակ է, փորձում են շոշափում են իրար։ Չկոտրվեցինք։ Ռուսաստանի արձագանքը միշտ ուշ է գալիս, բայց շատ ուժեղ է լինում, կախված ինչ որոշում կկայացնեն, հա։ Նիկոլ Փաշինյանը դեռ շոշափում է Ռուսաստանը ինչի է պատրաստ։ Եվ ինչպես ասացի, երբ որ կոշտություն է տեսնում խստություն, փորձում է նորից սիրաշահել, վերադառնալ իր շրջանս հյուր։ Բայց ամեն դեպքում իր կուրսից չի հրաժարվել։ Նա ուղղակի մանևրում է այսպես։ Որն է այդ կուրսը։ Միանշանակ տրիփը ամբողջ ծավալով իրականացնել, Ադրբեջանի հետ հասնել խաղաղության, Թուրքիայից սահմանը բացել եւ Ռուսաստանին դիտել որպես ոչ թե որպես դաշնակից, ոչ թե որպես հովանավոր, փրկիչ, այլ տարածաշրջանային, ինչպես Իրանն է, հարևան։ Հարևան գործ։ Հա։ Կհաջողվի նրան դա ավելի շատ երևի թե Իրանից չի կախված, որքան թե Հայաստանի շուրջ ձևավորվող զարգացումներից, թե նաև Ռուսաստանի որոշումից։ Մեկ հարց մնաց, Ռուսաստանի այս գործողությունները դուք կարծեմ այդ ձևակերպումներն օգտագործեցիք, ներքին այսպես ընդվզումների, ներքին ճգնաժամ ստեղծելուն է ուղղված։ Արդյոք կարծում եք այդ ճգնաժամի տոկոսը այնքան բարձր կլինի, որ կարող է ընդվզում լինել, ալիք լինել, բախումներ լինեին Հայաստանում։ Տեսեք, նրանք դա ես տեսնում եմ իրենց քաղաքականության մեջ։ Այնինչ գուցե շատ վատ է այդ համեմատությունը, այնինչ Միացյալ Նահանգները սպասում էին Իրանում, որ լինի։ Նույնը փորձի Ռուսաստանը տնտեսական եւ այո, հասնել էստեղ, որպեսզի ռեժիմի փոփոխություն լինի։ Տեսեք, դրա ֆորմալ հիմքերը կան,
մեծաշով Նիկոլ այսօրվա ընդդիմությունն է թույլ, բայց իշխանությունն էլ շատ ուժեղ չէ։ Մենք կարծեմ խոսել ենք այդ մասին, որ չի ձևավորել սահմանադրական մեծամասնություն։ Ի վերջո սահմանադրական հանրակրվեի հարցը ազգային հարցերի է։ Վերջնական փակելու հարցը լինելու է անկյունակարային։ Բայց այս ընտրությունները կրկին ցույց տվեցին, որ մեր ժողովրդի մեծամասնությունը անտարբեր է ազգային հարցեր, դառնում է անտարբեր ազգային հարցերի նկատմամբ, հա։ Մենք շատ հեշտությամբ մարսեցինք թե Արցախի հարցը, ցեղասպանության հարցն էլ, որովհետև ժամանակներ ինֆորմացիոն դարում սահմանները, որ այսպես լղոզվում են, այդ հեշտ մարսելի է դառնում, նաև կյանքի հնարավորությունները, տեխնոլոգիաների հնարավորությունները, մարդիկ ազգային հարցերի հետ չեն կապում իրենց բարեկեցությունը, հա, ասենք մարդը ինչի է ուզում հայրենիքի ազատագրում կամ հողեր, տարածքներ, որպեսզի լավ ապրի, հենց այնպես չի ուզում, չէ՞ որպեսզի այդ ռեսուրսներից օգտվի։ Մեր մեջ այդ ընկալումը բթացել է այն իմաստով, որ հայրենիքի գաղափար այլևս պետության էգոյություն ունեցող սահմաններում ենք դա պատկերացնում եւ աշխարհի հետ լայն շփվելու, ազատ տեղաշարժվելու մենք հոգնել ենք շրջափակման մեջ ապրելուց, մենք անգամ Արցախով հոգնել ենք այդ կարգավիճակից, որովհետեւ անընդհատ լարվածության մեջ։ Հիմա ժողովրդին փաստորեն Նիկոլ Փաշինյանը համոզեց, որ այո, ճիշտ ճանապարհը դա է, բայց անդիմությունը շարունակում է ազգային հարցերի բարձրացումը։ Եվ Ռուսաստանը ինքը հրահրում է այդ հարցերը, բայց Ռուսաստանի խնդիրն ինչն է, որ ինքը հրահրելով այդ հարցերին լուծում չի տալիս։ Ոչ Արցախի հարցում ուներ պրոհայկական դիրքորոշում, ցեղասպանության հարցում ինչի է պատրաստ, ուղղակի բազան մնա, որ թուրքերը վախենան հարձակվելուց։ Մինչև երբ։ Որպեսզի հայ-թուրքական հայ-ադրբեջանական լարվածությունը պահպանվի։ Պահպանվի, այո, պահպանվի, որովհետև Ռուսաստանը, որպեսզի ինքը կառավարի այս տարածաշրջանում գործընթացները, այն պետք է բլոկավորելու հնարավորություն ունենա Հայաստանը այդ գործիքներ իր համար։ Դաշնակիցներ, կարևոր չի, բառերը կարևոր չեն, էությունն է կարևոր։ Հայաստանի միջոցով Ռուսաստանը փակում էր Կենտրոնական Ասիան, Եվրոպային հսկայական։ Մենք գիտենք, որ այս տարածաշրջանները նավթով, գազով, մնացած ռեսուրսներով, հիմա արդեն հոսվագյուտ մետաղներով հարուստ տարածաշրջաններ եւ պատահական չի, որ Ամերիկան բոլոր այդ տեղերում դատա կենտրոններ է կառուցում, նույն Ղազախստանում, Ուզբեկստանում։ Շարքով այսպես կառուցում է, դա դառնում է մի հաբ, մի ամբողջություն է դառնում եւ Ռուսաստանը շատ արագ տեմպերով է կորցնում իրականում վերահսկողություն այս գործընթացի նկատմամբ։ Փորձ անելու են։ Ամբողջ հարցներն է, տեսեք, օրինակ հրճակվեց հավասարակշռման քաղաքականություն, չէ՞, Նիկոլ Փաշինյանի կողմից, բայց իրականում մենք ներսում ունենք հավասարակշռման քաղաքականության կարիք, որովհետեւ բևեռացված է եւ Ռուսաստանը կլինի օգտվում են մեր այս բևեռացված նույն Եվրախորհրդանը ընտրությունների հետ կապված դա եվրոպական այդ կառույցները հաստատեցին շատ բևեռացված է, էլի, կամ այս ազգային գիծն է տարվում, մեզ դա տանում են կոնֆլիկտի այդ դրամաբանության մեջ, կամ կոնֆլիկտը փակում ենք, մոռանում ենք Արցախ ազգային հարցերը եւ գնում ենք ինտեգրացիայի համաշխարհային շուկայի հետ։ Երկու ծայրը հետ։ Հա, կարծում եմ Հայաստանին հիմա կենսական է դառնում երրորդ ճանապարհը որոնել, այն ճանապարհը, որ մեզ ցավոք ազգային ժողովում մենք այսօր չունենք այդ ներկայացվածությունը, չի ձևավորվել այդ բևեռը հասարակության մեջ, պահանջարկը գուցե չկա, որ ձևավորվի, այսինքն կամ ռուսամետ ես, կամ հարեմտամետ ես, կամ թուրք ես, կամ ռուսի շպիոն ես, ասենց։ Այս կատեգորիաներով են մեզ քանի տարի արդեն, բայց իրականում դա չենք, չէ՞ մենք։ Ամենքս մեր պատկերացում ունենք Հայաստանի լավ ապագայի մասին, ոչ թուրք պետքա լինել, ոչ Ռուսիա ագենտ պետքա լինել Հայաստանի տեսանկյունից, բայց դա չի նշանակում իրականությունը հաշվի չառնել։ Պետքա գնալ այն ճանապարհով, որ ամենառեալիստականն է։ Կոնֆլիկտագեն վիճակը պահպանվում է, Ռուսաստանը միանշանակ օգտվելու է։ Այ մեր ժողովուրդը ինչպես դրան կարձագանքի, կստեղծվի այդ բևեռ հավասարակշռող երրորդ ուժը, որը կբերի այդ բալանսի էլի, որ ռուսները մենք չհանգստանան, որ Հայաստանը չի թշնամանա իր հետ։ Արևմուտքն էլ իմանա, որ Հայաստանը ժամանակակից պետություն է եւ որքան էլ ազգային հարցերը կան, պատրաստ է գնալ կառուցողական ճանապարհով։ Մեզ երրորդ ճանապարհը պետք, այդ երրորդն էլ է ծեծվել իրականում, բայց քանի որ բևեռացված է, ձևակերպում չունենք ասել։ Եվ անհրաժեշտությունը չի վերացել ունենալու։ Բայց նաեւ հետաքրքիր բան նկատեցի, այս նիստերի ժամանակ իրոք դաժե ԿՊԱ-ները նկատեցին նոր անդիմություն, այսպես ասենք, չնայած տեղի ունեցավ ընդհանրապես անդիմափոխություն, ավելի կառուցողական է, չէ՞, տեսեք պաշտոնների համար ընտրություն են անցկացնում, ինչ որ քննարկումներ են անում, գնում են մի քիչ կառուցողական դաշտ, դա ինչի մասին է, դա իրականությունը ընդունելու մասին է խոսում, որ ստիպված են ընդունել այս իրականությունը։ Դրա համար եմ ասում, որ սա փաստորեն հետ Ղարաբաղյան Հայաստան արդեն։ Մենք կարող ենք այս Հայաստանը համարել ոչ թե իրական, այլ հետ Ղարաբաղյան, հետ Արցախյան Հայաստան։
Ես շատ շնորհակալ եմ այսօրվա զրույցի համար, շատ Ես եմ շնորհակալ։ շնորհակալ։ Շնորհակալություն սիրելի բարեկամներ, որ մեզ հետ եք այս մեր զրույցի ընթացքում քաղաքագետ, եվրոպագետ Տիգրան Խաչատրյանի հետ էի զրուցում ես Գայանե Առաքելյանս։ Բարին ձեզ։